Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է տրանզիտի և միգրանտներ ընդունող երկրի։ Ներքին գործերի նախարարությունում ամփոփում են կիսամյակի արդյունքները։ Հաջորդ կարևոր միտումն այն է, որ Հայաստանի նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրությունը աճել է։ Այս միտումը ևս պահպանվում է և մենք այս արդյունքները տեսնում ենք նաև 26 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական պատկերում։ Նախորդ 2 տարվա համեմատ երկրում բոլոր միգրացիոն գործընթացներում զգալի աճել են ցուցանիշները։ 2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8660-ով գերազանցել է Հայաստանից մեկնած քաղաքացիների թվին։ 2026 թվականի առաջին կիսամյակում ըստ Նելի Դավթյանի արձանագրվել է մեկ այլ իրողություն։ Առաջին կիսամյակում ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրումների տարբերությունը դրական է։ Սա կրկին բացառիկ ցուցանիշ է այն իմաստով, որ սովորաբար ցուցանիշը բարելավում է տարվա երկրորդ կիսամյակում, հիմնականում պայմանավորված մեր աշխատանքային միգրացիայի ավանդական հոսքերով, որոնք գարնան սեզոնին որպես ելք են արձանագրվում մեր թվերում եւ աշնան սեզոնին որպես մուտք։ Այդուհանդերձ այս տարի մենք 1347 թիվն ենք արձանագրել որպես ելքերի մուտքերի տարբերություն։ Հայաստանի քաղաքացիների մուտքերը եղել են 871409, ելքերը 870062, տարբերությունը դրական է։ Նախորդ տարի տարբերությունը -20065, իսկ 2024-ին -22893 էր։ Ընդհանուր ամփոփիչ թիվը իսկապես տպավորիչ է, 59300 է, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ օտարերկրացիների թվերը իրար գումարած, վերջն արդյունքում առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 59300-ով ավել անց, քան դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Նախորդ 2 տարիների համադրելի ցուցանիշը եղել է 10-ից 15000-ի շրջանակում, այս տարի մոտ 60000։ Համալիր վերանայվում է միգրացիոն ռազմավարությունը, որտեղ առաջին անգամ դիտարկվում է քաղաքացիության ոլորտը։ Ղազարյանի խոսքով տարիների վեր քաղաքացիության ինստիտուտը օգտագործվել է գործառնական նպատակներով եւ չի կարևորվել ինստիտուտի բովանդակությունը, այն է պետության կայուն իրավական կապը փոխադարձ իրավունքներով եւ պարտականություններով։ Նշվեց նաեւ, որ կտրուկ աճել է քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը։ 2025-ին ստացվել է ավելի քան 32000 դիմում։ Դա պատմական մաքսիմումն է Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքի։ Տեսնում ենք 7-8000 միջին թվեր, տեսնում ենք ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, տեղի ունեցան ճամփորդական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, եւ հետո տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ։ Եվ եթե հիմքերն էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ այն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր հիմնականում դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալով, ազգությամբ հայեր են։ Այսինքն սա հիմնականում այս տենդենսը առնչվում է մեր սփյուռքին։ Ստացվում է քաղաքացիությունն այս դեպքում գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։ Վարչարարության թղթային տրամաբանությամբ միգուցե բարդություններ կան, սակայն մյուս կողմից ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով պետությունը որևէ պահանջ չի առաջադրում։ Առաջին 6 ամսում 13086 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Հայաստանի քաղաքացիություն շնորհվել է 14770 անձի, որից 8676-ը Ղարաբաղից տեղահանված անձինք են։ Նախորդ տարի մենք Ղարաբաղից տեղահանված անձանց շնորհել ենք 3393 քաղաքացիություն։ Ամեն հաջորդ ամիսը այս տարի շատ ավելի շատ շնորհում ենք տվել, քան նախորդ ամիսը։ Մինչև այսօր մոտ 40000 տեղահանված անձ ձեռք է բերել Հայաստանի քաղաքացիություն։ Նրանցից ավելի քան 12000-ը անչափահասներ են։ Բնակարանային ծրագիրը նպաստել է քաղաքացիության համար դիմելույթյան աճին։ Նելի Դավթյանի խոսքով այս պահին ունեն Ղարաբաղից տեղահանված անձանց շնորհված 27948 քաղաքացիություն, որից 8676-ը այս տարվա ցուցանիշն է։ Մոտ 15000 մենք դիմում ունենք տեղահանված անձանցից հիմա համակարգում, որ ենթակա են քննության։ Այս պահին մենք ավելի քան 32000 դիմում ունենք ընդհանուր առմամբ, ոչ միայն Ղարաբաղից տեղահանված անձանցից, որ սպասում են իրենց քննությանը։ Վիզաների ազատականացման երկխոսությունն ակտիվ աշխատանքային փուլում է։ Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ առաջին զեկույցը դրական է գնահատել այս ուղղությամբ մեր պետության քայլերը, ներկայացրել ռեկոմենդացիաներ։ Մշակած 117 գործողության կեսից ավելին կատարված է։ Ակնկալվում է, որ 2027-ի առաջին կիսամյակում կամփոփվեն առաջին փուլի գործողությունները ամբողջությամբ եւ կգրանցվի դրական արդյունք վիզաների ազատականացման մասով։ Միանշանակ քաղաքական ժամկետի մեջ տեղավորվելու ենք, այն որ հնչեցվել է եւ դա ուսանք նաեւ իր որոշակի դրսեւորում կգտնվի նաեւ կառավարության ծրագրում եւ այս մասով մենք տեղավորվելու ենք
միանշանակ բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, մենք չենք ընտրում պարզապես արագ բարեփոխումներ իրականացնել եւ անցնելու ճանապարհը, այլ ընտրում ենք որակով բարեփոխում իրականացնելու ճանապարհը։ Նույնականացման նոր քարտերն ու կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն աշնան կեսից։ Մայա Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։